Ի տարբերություն մյուս ուսմունքների, բուդդայականությունը երբեք չի եղել պրոզելիտական կրոն։ Ըստ այդմ մենք փոխանցում ենք իհարկե ուսմունքի հիմունքները եւ կամ մեր տարբեր դասերի շրջանակներում դիտարկում ենք տարբեր երևույթներ եւ իրադարձություններ ուսմունքի տեսանկյունից, որպեսզի նպաստենք մարդկանց կողմից ավելի բարձր ընկալունակությանը, որպեսզի նպաստենք, որ մարդկանց միտքը բացվի եւ սիրտը բացվի եւս։ Այնուամենայնիվ, չնայած, որ նման փոխանցումներ անընդմեջ ազատորեն անում ենք, մենք շատ խիստ սահմաններ ենք եւ սահմանափակումներ անգամ դնում ենք զուտ աշակերտ ունենալու վրա։ Եվ դա հենց բուդդայականության սրտից է բխում։ Օրինակի համար ցանկացած բուդդայական վանք այցելելիս ցանկացած մարդ կստանա իհարկե բարություն։ Որոշակիորեն ինքը կստանա խորհուրդներ, կլսի աղոթքներ, միգուցե օգնության անհրաժեշտության դեպքում իրան իհարկե կցուցաբերեն օգնություն, կարիք ցանկից ելնելով անգամ միգուցե բժշկական օգնություն եւ այլն ու ցանկացած պարագայում կդրսևորեն մեծագույն կարիք ցանկը եւ բարությունը իր հանդեպ։ Սակայն չեն ընդունի որպես աշակերտ։ Եվ շատ դժվար ճանապարհ է պետք անցնել, որպեսզի ի վերջո արժանանաս աշակերտ լինելուն։ Ու գոնե իրական վանքերում իրականում շատ դժվար է լինել աշակերտ։ Ու երբ որ ես մտածում եմ, որն է իմ կյանքի մեծագույն հպարտությունը, ապա հենց սա, որ ես Տիբեթի վանքի աշակերտ եմ։ Եվ այդպես, երբ որ մենք դիտարկում ենք, իսկ երբ է հնարավոր ընդունել աշակերտ եւ ինչպես է փոխանցում ուսմունք, մենք ունենք ստվար զանգված կանոնների, պահանջների, պայմանների, որոնք ներկայացվում են հենց ուսմունքի ուսուցիչների, բոլորի։ Եվ այդպես առաջի պայմանը լինում է չփոխանցել ուսմունքը, մինչև որ չի հնչում խնդրանքը, եւ խնդրանքը պիտի լինի անկեղծ եւ ամբողջ սրտից բխող։ Երկրորդ պայմանը մոտիվացիան է։ Նույնիսկ եթե արկա է խնդրանք մարդու կողմից, ապա նաև պետք է լինի հստակ սահմանված ճիշտ մոտիվացիան։ Եվ շատ հաճախ մենք տեսնում ենք ցավոք սրտի այս ոլորտում սխալ մոտիվացիաներ։ Դա ցավալի է հիրավի, բայց փաստ է։ Եվ դրանից զատ գալիս է մյուս հիմնական նախապայմանը։ Մինչև փոխանցել ուսմունք, ստուգիր արդյոք անոթը համապատասխան է։ Եվ անոթների համապատասխանությունը ստուգվում է անընդմեջ։ Յուրաքանչյուր անգամ, երբ որ անիվը ուսմունքի պտտվում է նորից, այն մյուս պտույտի ժամանակ նորից եւ նորից ստուգվում է անոթի համապատասխանությունը։ Եվ մենք խոսում ենք միշտ 3 հիմնական արատների մասին, որոնք որ կարող են լինել անոթների մոտ։ Ու ըստ այդմ հանում ենք այդ անոթներին եւ չենք ընդունում նման անոթ աշակերտների։ Առաջի տարբերակը դա փակ անոթն է։ Այսինքն մարդիկ, ովքեր ունակ չեն լսել, ունկնդրել եւ ընկալել որևէ բան, ինչ որ դուրս է իրենց կարծրատիպերից։ Սա ցավոք սրտի երևի թե ամենատարածված ձևն է։ Երկրորդը դա կեղտով լի անոթ է։ Դա մարդիկ են, ովքեր այնքան շատ կարմիկ սխալներ ունեն, որ այլևս ցավոք սրտի առաջնորդվում են չարիքով շատ հաճախ, ու այդ չարիքը դրսևորվում է տարբեր ձևերով, այդ թվում նույնիսկ երբեմն հոգևոր ուսուցիչների մասին վատ խոսակցություններով։ Եվ երրորդ արատը, որ կարող է ունենալ անոթը, դա շուրտված անոթ։ Ու շուրտված անոթը կարող է լինել ցավոք սրտի շատերի մոտ, նորից, երբ որ մարդիկ նույնիսկ երբ որ սկզբից միգուցե համապատասխան անոթ էին եւ ստանում էին ուսմունք, սակայն ինչ որ մի պահին սխալվել են, ընկել են եւ այլևս չեն կարողացել կամ չեն ուզեցել ոտքի կանգնել նորից։ Ու այդ ժամանակ մենք ասում ենք անոթը շուր է եկել եւ ուսմունք այլևս հնարավոր չէ փոխանցել։ Այս ամբողջը հանելով մենք ունենում ենք շատ քիչ տոկոս իրական աշակերտների։ Ցավոք սրտի այդպես է, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ այս ամբողջը թույլ է տալիս մաքուր պահել ուսմունքը։ Եվ ըստ այդմ մեծն ուսուցիչ Ջեցոնգավան երևի թե լավագույնս սահմանեց այդ բոլոր պայմանները եւ
Պատճառը պայմանների առաջին մակարդակում հենց սա էր. մշտապես դաստիարակել մեծագույն սրտատրոփ ակնածանք բոլորի մոտ ուսմունքի հանդեպ, հոգևոր ուսուցիչների հանդեպ եւ ընդհանրապես հոգևոր զարգացման հանդեպ։ Ու ըստ այդմ բոլոր նրանց հանդեպ, ովքեր գնում են հոգևոր զարգացման ճանապարհով։ Մենք սովորում ենք դա, դրսևորում ենք դա եւ մեր անգամ ակցիաներով քաղաքական եւս ինչ որ ձևով հետևում ենք հենց այս հիմնարար կանոնին։ Իսկ Բուդդայի ձեռքը միշտ բաց է, եւ եթե որևէ մեկը ինչ որ մի բան չի հասկանում, ապա պատճառը միմիայն իր մեջ է։